2018-ի հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար ավելի քան 6 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Համբարձումյանը Մոսկվայից Երևան վերադառնալիս ըստ աջակիցների անմիջապես կալանավորվել է։ Դատարանի վճիռը նրա բացակայությամբ էր կայացվել։ Ուղիղ միացմամբ տեղափոխվենք օդանավակայան, Նաիրա Բուլղադարյանն է այնտեղ աշխատում։ Նաիրա, բարի երեկո, ինչ կփոխանցես արդյոք Մասիսի քաղաքապետի հետ շփվելու հնարավորություն ունեցաք, թե նա չհասցրեց օդանավակայանի տարածքից դուրս գալ։ Աստղիկ, նրա հետ ոչ մեկը չհասցրեց շփվել, ոչ ընտանիքի անդամները, ոչ աշխատակիցները, ոչ աջակիցները, ոչ կուսակիցները, որովհետև ինչպես նրա հետ նույն ինքնաթիռում գտնվող ընդդիմադիր Նարեկ Մալյանը լրագրողների հետ ասաց, նրան անմիջապես կալանավորել են հենց ինքնաթիռի դռան մոտ։ Միանգամից հենց ինքնաթիռի դռան մոտից գանք եկան կալանավորեցին, տարան էլի, այդ կարամ ասեմ։ Շտապողականցին ինչով եք պայմանավորում, արագ դատական որոշում, Դե գոնե երկու քայլ հայրենի հողի վրա արեց, Սամվելոտից դուրս եկավ, երևի չէ, հենց Սամվելոտի դռնից հենց դուրս եկավ, միանգամից կալանավորեցին, ինքը գիտեր, ինքն էլ տեսանյութի մեջ տեսնում եք, ասում է ձեզ սպասում էի, հենց սպասում էի։ Նաիրա, ինքը Համբարձումյանը պնդում է քաղաքական հետապնդման է ենթարկվում վարչապետի թեկնածու լինելու իր որոշման համար, նրա համախոհներն էլ էին հավաքվել, ինչ ակնկալիքով։ Աստղիկ, նրա համախոհները այստեղ էին, ասում էին, որ մենք հասկանում ենք, որ իսկապես պետք է կալանավորեն, քանի որ կա նման որոշում, բայց եկել էին իրենց աջակցությունը ցույց տալու, ինչպես մեծ զրույցում հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասաց, հայտնելու, որ նա մենակ չէ, եւ շարունակում են պնդել, թե իրենք, թե նաեւ հենց Մասիսի քաղաքապետը, որ այս ամենը այսպես ակտիվացավ, այսպես սկսվեց, որովհետեւ ինքը հանդիսանում է ընդդիմության իմպիչմենտի վարչապետի միասնական թեկնածուն։ Հայաստանում 40-ից ավել գոյություն ունեցող քաղաքբանտարկյալներին այսօր իշխանությունը ուզում է միացնի եւս մեկին։ Այո, տակը կա քաղաքական հետապնդում, տակը կա ընտրված ընդդիմադիր համայնքապետ կալանավորելու ավանդույթը, որը չար ավանդույթը, որ Նիկոլ Փաշինյանը ներդրել է Հայաստանում Ամիկոն Ասլանյանից սկսած, Վարդան Ղուկասյանով, հիմա էլ Դավիթով, այստեղ կա նաև այո իմպիչմենտի միասնական թեկնածուի խնդիրը, Նիկոլ Փաշինյանը փորձում է փակել ցանկացած ծորակ, որից կարող է պորտկա ընդդիմադիր հասարակական կարծիքը եւ վերածվի քաղաքական գործընթացի։ Աստղիկ, ասեմ, որ օդանավականի այս հատվածում, որը այսպես կոչված VIP սրահետանում, մի քանի 100 մարդ էր հավաքված, արդեն կադրում նրանք չեն երևում, քիչ առաջ հեռացան այս տարածքից, ինչպես նաև այստեղ էր Համբարձումյանի ընտանիքը, կինը, երեխաները, կինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք հպարտանում են նրա այս որոշմամբ գալ Հայաստան, չմնալ օրինակ այլ երկրում եւ փորձել թաքնվել իրավապահներից, նաև այստեղ էին Մասիսի քաղաքապետարանի աշխատողները, որոնք չէին թաքցնում, որ նրա աշխատողներն են, եկել են նրան աջակցելու կամ ովին են եկել, նաև կային այլ քաղաքացիներ, որոնք պարզապես այդ քաղաքում են բնակվում եւ եկել են իրենց աջակցությունը հայտնելու նրան։ Նայլիովին արդար է իր խղճի, իր կամքի հանդեպ։ Իսկ մենք ընտանիքիս բոլոր անդամները սատարում ենք իր որոշումը եւ հպարտանում ենք իր արարքով։ Երեխաներն էլ են այստեղ, իրենք ոնց են ընդունում ու ընդհանրապես հասկանում են ինչ է կատարվում։ Դե իհարկե հասկանում են, շատ դժվար, որովհետև անչափահաս երեխաներ են ու այս որոշումը կայացնելուց առաջ գիտեմ դատավորը ինչ է մտածել, շատ դժվար է երեխաների համար էլ։ Երեխաները իրենք տեսնում են, կարդում են եւ շատ լավ տեղյակ են իրավիճակից։ Իրանք նույնպես հպարտ են իրենց հայրիկով։ Ել ենք սատալ մեր համայնքի ղեկավարին, նվիրյալ համայնքի ղեկավարին։ Մենք ըստ փաստաբանի խոսքերի, ոնց որ բոլորն են լսել, դրանից եզրահանգում ենք, որ որևէ ապացույց չլինելով հանդերձ եւ այս քաղաքական այս պահին, երբ որ արդեն բռնաճնշումները գնում են,
ընդդիմադիրների նկատմամբ հենց այս պահին կայացվել է նմանատիպ դատավճիռ։ Հենց որտեղ տարիներ շարունակ այս գործը գնում է, Գյումրու դեպքերից հետո միանգամից Մասիս համայնքի ղեկավարի նկատմամբ անմիջապես որոշում կայացվում, սա քաղաքական որոշումներ է, որ հերթով բոլոր ընդդիմադիրներին հատ-հատ տարբեր պատճառներով եւ առանց պատճառների կկալանավորեն։ Նաիրա Բուլղադարյանը Զվարթնոց օդանավակայանից էր փոխանցում, հիշեցնեմ քիչ առաջ այնտեղ կալանավորվեց Մասիսի քաղաքապետը։